Աշխատաշուկա են մտնում տիեզերքը բացահայտողները։ Արագ զարգացող ոլորտի առաջին մասնագետները Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի ավիատիեզերական սարքաշինություն մագիստրոսական ծրագրի շրջանավարտներն են։ Ունենք մեծ պլաններ ծրագիրը ընդլայնելու եւ այլ ենթավորորդներ նույնպես ներառելու։ Շատ կախված է իհարկե թե արդյունաբերությունը ինչպես կզարգանա Հայաստանում եւ մենք ուշադիր հետևում ենք այդ զարգացումներին եւ փորձում ենք մեր ներդրումը ունենալ ոլորտի զարգացման համար։ Ուսանողները ծրագրի ընթացքում ստացել են տեսական եւ գործնական գիտելիքներ, աշխատել իրական նախագծերի վրա։ Ձեռք բերած փորձը կիրառել ինժեներական քաղաքի եւ ոլորտի մի շարք ընկերություններում։ Մեր նպատակն էր ընդհանրապես աջակցել ոլորտի ընկերություններին, քանի մենք տեսնում էինք, որ ընկերությունները կարիք ունեն մասնագետների, անդադ պահանջարկ կա եւ հատկապես մասնագետների, ովքեր ֆունդամենտալ գիտելիք ունեն, եւ այդպես մեկնարկեցինք 2 տարի առաջ։ Մարսի վրա քամուց էներգիայի ստացման հնարավորություններից մինչև անօդաչու թռչող սարքերի հիբրիդային շարժիչի նախագծում ուսանողների մագիստրոսական թեզերի թեմաները տարբեր են։ Կոնկրետ իմ թեման վերաբերվում է մեժ համակարգի ցանցին, լոկալ ցանցին եւ արդի է այնքանով, որ այդ կապի համակարգը օգտագործվում է անօդաչու թռչող սարքերի պահեստային կապի միջոց եւ հետագա պլանների մեջ նախատեսում ենք կիրառել այն աշխարհի ամենամեծ անալոգ միջազգային համագործակցության շրջանակներում։ Ոլորտի նորարարություններին արագ տիրապետելու եւ դրանք տեղայնացնելու համար պետք են երիտասարդ որակյալ կադրեր։ Շատ մեծ դեր ունեն երիտասարդները, ովքեր մեծ ներուժ ունեն սովորելու, առաջընթաց գրանցելու, իսկ այսօր առաջընթաց գրանցելու համար բնականաբար պետք է անդադար ինքնակրթվել, անդադար սովորել, քանի որ 3 օր, 5 օր, 10 օր առաջվա սովորածը վաղը կարող է այլևս արդիական չլինել։ Նոր սերնդի գիտելիքներն ու փորձը կօգնեն հետ չմնալ աշխարհից եւ մեր երկրում զարգացնել ավիատիեզերական սարքաշինության ոլորտը։ Արամ Մարանդյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։